Հայաստանի թշնամիներին եք փնտրում։ 44-օրյա պատերազմը, որտեղ դա հրահրվեց Հայաստանի կողմից, չեմ կասկածում։ Հայաստանի թշնամիներին մի փորձեք փնտրել Հայաստանից դուրս, դրանք հենց Հայաստանի ներսում են։ Իդեմս Ռոբերտ Քոչարյանի եւ ընդդիմության մյուս առաջնորդների։ Ինչպես Ռոբերտ Քոչարյանն է ստանձնել Ադրբեջանի փաստաբանի պարտականությունները եւ մեղադրում է Հայաստանին պատերազմ հրահրելու մեջ, այնպես էլ այն անուղեղ կալուգացին է փորձում օրակարգային հարց սարքել 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեման, մի բան, որ իրականում գոյություն չունի եւ չի կարող ունենալ։ Էս են սրանք Հայաստանի Հանրապետության թշնամիները։ Դավաճան լրտեսի պահվածք է։ Պատերազմը չէր լինի 44-օրյա պատերազմը, որտեղ դա հրահրվեց Հայաստանի կողմից, չեմ կասկածում։ Զգում եք, այս տականքները ձեն-ձենի են տվել։ Մեկն ասում է, որ Հայաստանն է սանձազերծել պատերազմը եւ ամբողջ պատասխանատվությունը դնում է Հայաստանի վրա։ Մյուսը ասում է, որ Հայաստանը 300,000 ադրբեջանցիների է բերելու։ Եվ այս ամբարոյական ստերով փորձում են ուտել Հայաստանի գլուխը, հետո ուտել Հայաստանի հոգեհացը, հետո Հայաստանի ժողովրդին դարձնել իրենց ճորտն ու ծառան։ Սպասեք, քիչ մնաց, հունիսի 7-ին Հայաստանի ժողովուրդը ձեզ ուղարկելու է ձեր արժանի տեղը, պատմության աղբանոցը, եւ դուք այնտեղ փտելու եք պարզապես։